Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի քույրիկի Մերիի ծննդյան տարեդարձն է։ Այս առիթով երգչուհին հրապարակել է իր քույրիկի և նրա որդիների մասնակցությամբ մի քանի կադրեր ու ջերմ շնորհավորանք գրել։ Շնորհավոր իմ Մերի, ինչքան երջանիկ եմ, որ ունեմ ես քեզ, հրապարակմանիկից գրել էր երգչուհին։ Հավելենք, որ Մերին վերջերս է 4-րդ անգամ մայրացել։ 3 որդիներից հետո լույս աշխարհ եկավ նրա դուստրը Լիանան։ Հարկ է նշել, որ Սոնա Ռուբենյանը շատ հաճախ է իր քույրիկի մասնակցությամբ հրապարակումներ անում, դե իսկ հետևորդներն էլ շտապում են նշել, որ Մերին և Սոնան չափազանց նման են իրար, հատկապես այն բանից հետո, երբ Սոնա Ռուբենյանը կտրուկ նիհարել է։ Նրանք ավելի նմանվել են միմյանց։ Իսկ մենք շնորհավորում ենք Մերիին ծննդյան օրվա կապակցությամբ և ձեզ ներկայացնում Սոնա Ռուբենյանի բացառիկ հրապարակումը։ Այո, Սոնա Ռուբենյանը հայտնի է իր հզոր ձայնով, հայկական երգերի վերամշակումներով և փայլուն երաժշտական գիտելիքներով, որոնք ցուցաբերում է տարբեր երաժշտական հաղորդումների ընթացքում։ Մենք էլ հավաքագրել ենք հետաքրքիր փաստեր Սոնա Ռուբենյանի կյանքից, որը գուցե դուք չգիտեք։ Այժմ ներկայացնում ենք 10 փաստերը։ Սոնա Ռուբենյանը առաջին անգամ բեմ է բարձրացել 5 տարեկանում, կռունկ մրցույթի շրջանակներում։ Դեռևս այդ տարիքում Սոնան արդեն սովորում էր երգի պետական թատրոնի վոկալ բաժնում, Վարդուհի Վարդանյանի աշակերտուհիներից մեկն էր։ Սովորել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, հետագայում ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ դաշնամուրային բաժինը։ Սոնան հայտնի է դարձել Շանթ հեռուստաընկերության Հայ Սուպերսթար հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանում հաղթելուց հետո։ 2013 թվականին Սոնան մասնակցել է Շանթ հեռուստաընկերության Պրեմիերա հեռուստանախագծի առաջին եթերաշրջանին և իր «Աշնան Սերենադ» երգով դարձել է մրցույթի հաղթողը։ Հեղինակել է մի շարք երգերի երաժշտություններ՝ «Ժամանակն է», «Նոր տարվա նվեր», «Իրական պատրանք», «Արցախ», «Երևան» և շատ այլ հիթեր։ 2014 թվականի հուլիսի 22-ից 27-ը ներկայացրել է Հայաստանը Նոր ալիք երգի մրցույթում։ 2017 թվականից դերասան, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ կազմել է «Գարիկ Սոնա» խումբը, որի շրջանակներում ներկայացրել է հայկական հին ու նոր երգերի վերամշակված տարբերակները։ 2017 թվականին Գարիկն ու Սոնան ներկայացրել են Էդգար Էլբակյան «Կրտսերի լուսին» երգը, որը 18 թվականին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ծիծեռնակ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի՝ որպես տարվա հիթ։ Որպես հաղորդավար Սոնա Ռուբենյանը նաև աշխատել է «Առավոտը Շանթում» հեռուստանախագծում։ Star News-ը այսքանն էր առանձնացրել Սոնա Ռուբենյանի կյանքի մանրամասներից։ Այս տարիների ընթացքում Սոնա Ռուբենյանը իրոք որ բուռն գործունեություն է ծավալել։ Նա նաև մասնակցել է շատ հարցազրույցների, որոնցից մեկն էլ Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարն էր։ Սոնա Ռուբենյանը զրույցի ընթացքում խոսել էր նաև անձնական հարաբերությունների, ինչպես նաև քննադատությունների մասին, որոնք ուղղված էին իրեն։ Star News-ը հետևել էր զրույցին առանձնացնելով հետաքրքիր հատվածները։ Այժմ ևս ձեզ ենք ներկայացնում դրանք։ Անձնական հարաբերությունների հետ կապված ոչ մեկի հետ չեմ կիսվում, բացի այն մարդուց, ում հետ կան այդ հարաբերությունները։ Այսինքն, եթե խնդիր ունենք, խոսելով ենք լուծում, բայց դա դուրս չի գալիս մեր փոքրիկ ընտանիքի սահմաններից։ Իմաստ չկա ծնողներին խառնելու այդ ամեն ինչի մեջ, որովհետև 10 րոպեից շատ հարթ է լինելու ամեն բան։ Սկզբում կային բարդություններ, ինչպես յուրաքանչյուր տարբեր ասպարեզի, տարբեր աշխարհայացքներ ունեցող մարդկանց դեպքում է լինում։ Բայց ես շատ ուրախ եմ, որ մեզ քիչ ժամանակ պահանջվեց իրար ուսումնասիրելու և ինքն էլ հասկացավ, թե այս ամենը ոնց է դասավորված, ու արդեն շատ հանգիստ է
այս ամեն ինչի հետ կապված։ Այս ասպարեզում վստահությունը ամենակարևորն է։ Իրար վստահելն ու սիրելը հավասարապես կարևոր են հարաբերություններում։ Ես տեսել եմ, որ ավելորդ խնդիրներ, ինտրիգներ չեն եղել ընտանիքում, որտեղ ես մեծացել եմ։ Վայրկյանների ընթացքում ամեն ինչը հարթվել է։ Ես էլ երբեք չեմ ուզի իմ ընտանիքում ավելորդ լարվածություն մտցնել։ Ընտանիքի հանգստությունը ևս ամենակարևորն է, նշել էր երգչուհին։ Սոնայի և ամուսնու Էմիլի հարսանեկան արարողությունը երկար ժամանակ հանրության քննարկումների կենտրոնում էր։ Բարեմաղթանքներից զատ եղան նաև քննադատություններ, որոնք կապված էին Սոնա Ռուբենյանի հարսանեկան զգեստի հետ։ Թեմայի մասին խոսելիս երգչուհու մայրը նշել էր հետևյալը. «Եթե ես իմանայի, որ ինքը ուշադրություն է դարձրել, տրամադրության անկում է եղել, անմիջապես կհարթեի ու կանցներ կգնար»։ Իսկ ահա Սոնան պատմել էր հետևյալը. «Ուղղակի ես չէի կարողանում պատկերացնել, ուղեղից մեջ չէր տեղավորվում։ Ես կես ժամը մեկ գնում էի կուլիսներ, լավ լացում էի, հետո ժպիտը նկարում էի դեմքիս, գալիս էի, որովհետև 650 հյուր ունեինք, ասում էի տուն եմ ուզում գնալ, բայց հետո ինձ հավաքում էի ու նորից ժպտում», անկեղծացել էր Սոնա Ռուբենյանը։ Դե իսկ Star News-ն այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը։ Ձեզ ենք ներկայացնում նաև մի քանի այլ տեսանյութ Սոնա Ռուբենյանի և նրա գեղեցկուհի դստեր Մարիի մասնակցությամբ։ Հա, կանեմ ես կանեմ, դու պարկի, ես կանեմ։ Հա, կանեմ տենց, դու պարկի։ Դե փակի աչուկներդ։ Ութն ընկել է ուշ է Աչիկներն են բոլորի փակվել բացի քոնից։ Ինչ ես ուտում, Մարիշը, պատվիրի դե։ Դե նկարի մեզ, պտտվի նկարի ինձ քեզ։ Ապրես, դե նկարի ինձ, դե նկարի մաման։ Դե դիր սոսոն, որ չլացի։ Ապրի իմ աղջիկը, ապրի։ Մի հատ էլ, ապրի իմ կյանքը, ապրի։ Մի հատ էլ, դե սեղմի, դիր սոսոն թող չլացի։ Ապրի Մարին, մի հատ ծապ տուր, մի հատ ծապ տուր։ Բրավո։ Նա ինչ եմ անում քեզ, նայ, լավ է։ Դիկա գալիս մար, վախ, ինձ լավ աչե, ասա կկնի, վախ մարի, ուտեմ տուշուրդ կյող